Ղազարյանը եւ հանուն նրա չխնայ կյանքս երգում եմ Չացնես ներկայան։ Ոնց ես գաչ։ Արա գագո չկոյ։ Ասիկ։ Հայկ ջան։ Հունվարի 28-ն է, Երևանում ենք, լեգենդար հերոս, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան դասարանում ենք, որտեղ այսօր դպրոցի բակում
կբացվի լեգենդար հերոսի արձանը։ Նայելով լսարանի այս փոքրիկ, սակայն արժեք ներկայացնող անկյունը, ուզում ես հիշել Մեծն Սևակի խոսքերը. ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին։ Ահա այդպիսին է նաև մեր հերոսը, ում ինչու՞ չէ նաև նրա նման հազարավոր հերոսների ամեն օր, ամեն վայրկյան պետք է հիշվի, պետք է բարձրաձայնվի, պետք է մոռացության չմատնվի այս հերոս տղաների սխրագործությունները, հերոսներ, որոնց շնորհիվ հիմա Հայաստանը կա, հիմա կա մենք հայերս եւ նման հերոսներն են, որ իմ կարծիքով լեգենդ դարձած հերոսներն են, որ առաջնորդվել են Մեծն Չարենցի հայտնի խոսքով, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Տեսեք ինչքան հերոսներ ենք ունեցել ու ունենք։ Իրանք բաժանում են This won't have
Անժելինա, երկուսը վիճեք ներքև թո մի գիծը լի, վերիչ, այսօր ծանցիրում մի գիծը լի, այդ կոճում չի երում, Արիստ։ դու էլ մի քայլ այս գործունեստեղ, Հարգելի ներկայացուցիչ, Խնդրում եմ, թողեք։ Այսօր նշում ենք հայոց բանակի հզոր ու պատվավոր ուղու 34-ամյակը։ Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրվա կապակցությամբ։ Մեր բանակը դժվարությամբ ծնվեց, բայց ապրեց շնորհիվ հավատքի, միասնության եւ իրենց կյանքը վտանգող հայ զինվորների նվիրումի։ Այսօր հայոց բանակի օրը մենք կանգնած ենք մի հուշարձանի առաջ, որը կոչված է հավերժացնելու Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակը։ Հերոս, որի անունը ոչ միայն անուն է մի մարդու, այլ հողի, տոկունության, ազատության և նվիրվածության խորհրդանիշ։ Նա մեկն էր այն հազարավոր տղաներից, որոնք ապացուցեցին, որ հայրենիքը սիրում են ոչ թե խոսքով, այլ արյունով, նվիրումով և անձնազոհությամբ։ Ցավի ու հիացումի համախառն զգացումներով ենք բացում Ռոբերտ Աբաջյանի հիշատակը հավերժացնող այս արձանը, որը միայն քար ու բրոնզ չէ, այն մեր հիշողությունն է, մեր հավատը և մեր երդումը, որ հերոսների անունները երբեք չեն մոռացվի։ Թող այս արձանի առջև կանգնող յուրաքանչյուր ոք զգա, թե ինչ մեծ գին է վճարվել հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ լինելու իրավունքի։ Սիրելի ներկաներ, Ռոբերտ Աբաջյանի հիշատակը թող լինի լույս ու ճանապարհ բոլորիս համար, թող նրա պատգամը փոխանցվի մեր նոր սերունդներին որպես պարտքի, պատվի և արժանապատվության դաս, և թող հայոց բանակի 34-ամյակը դառնա ևս մեկ առիթ սրբորեն պահելու մեր ընկածների հիշատակը և առավել ամրապնդելու մեր հավատը ուժեղ, պաշտպանված ու խաղաղ հայրենիքի հանդեպ։ Կեցցե հայոց բանակը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հուշարձանի բացման պատիվը տրվում է հերոսի հայր Ալեքսանդր Գևորգի Աբաջյանի և դպրոցի տնօրեն Տիկին Հովհաննիսյանի։
Ակա։ Ինչ անեմ, բայ։ Ողջույնի ուղևցող ելույթ ունենա դպրոցի տնօրեն Տիկին Հովհաննիսյանը։ Արգելի հյուրեր, հնակեր դուքնովակցական արգելի ողավար նորակիներին, այրսիրելի Ռոբերտի ընտանին, արգելի գոլթեքերներ, ուրախ ենք ձեր հաճելի ներկայությամբ, մեր հյուրընկալ հարկի ներքո, օր հարգանքով, խոնարհումով, բացելու մեր սիրելի Ռոբերտի, մեր ոսկե արծվի, մեր հերոս հայոց շրջանը։ Հերթական հայրենասիրական դասն է այսօր մեր դպրոցում։ Քարե կերպարը լռությամբ է խոսում, բայց նրա պատգամը հնչեղ է ու հավերժական։ Այն պատմում է խիզախության, անձնազոհության, հայրենասիրության մասին։ Հուշարձանի կողքին մեր սովորողները կկանգնեն լռությամբ, բայց կմտածեն բարձրաձայն, հայրենիքի, խաղաղության, սիրո համար ծնված հայ պատանին Ռոբերտը, հաղթանակների վահան դարձած, անպարտելի ոտք դրեց անմահություն, սրբագործելով ու հայրենի կյանքից բարձր դասելով։ Այսօր հայոց բանակի օրն է և պատահական չէ ընտրված այսօրը։ Թող բանակի ուժը ծաղկի մեր միասնության մեջ։ Թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, իսկ նրանց ծառայությունը լինի միմիայն խաղաղության ճանապարհ։ Խոնարհվում եմ նահատակ հերոսների հիշատակին։ Ուժ ու հաստատակամություն, օրհնություն ու լույս այսօր ծառայողներին, փառք հայոց բանակին։ Խոսքը տրվում է դպրոցի ուսուցիչ Տիկին Հարությունյանի։ Հարգելի հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ, այսօր տեղադրվեց Ռոբերտ Աղաջանի արձանը, որպես կենթանի հիշեցող խիզախության, անձնվիրության ու հայրենասիրության։ Հարակեն արձանը խոսում է Ռոբերտի կերպարը դպրոցի կյանքի մի մասն է, և այդ սակայն ոչ շնչով։ Նրա կերպարը աշակերտներին սովորեցնում է լինել այնտեղ, ու պարկ նկարչում։ Պարտավորեցնում է ոչ միայն հիշել անցյալը, այլև ապրել առժամանակակից
կա եւ պատասխանատվությամբ քայլել դեպի ապագան։ Թող այս արձանը դառնա ուժի ակունք սերունդների համար եւ հավերժ հիշեցում այն մասին, որ հերոսները երբեք չեն մոռացվում, երբ ապրում են մեր սրտերում։ Փառք Ռոբերտ Աբաջյանին, հավերժ փառք մեր դպրոցի բոլոր հերոսներին, հավերժ փառք բոլոր նահատակ տղաներին։ Ոսկով հանդես կգա հերոսի տատիկ Անահիդա Ռոբերտովնա։ Բանակի օրն է, մեր բանակի օրը, որը մեր երեխաները ուրիշ ձևակալեցին, նրանք իսկական զինվորներ են, որոնք իրենց կյանքը չխնայեցին, իրենց արյունը, նրանք մեր հայրենիքը պաշտպանեցին։ Ոնց են այդպիսին դարձել չգիտեմ, բայց հզոր են, շատ հզոր են պարեցին, և նրանք մեզ թողեցին մեր փոքրիկ երկիրը, ասացին, որ մենք պիտի պաշտպանենք իրենց, մեր հողերը, ամեն ինչ։ Արձանի բացման արարողակարգի խորհրդով իր խոսքն ունի ասելու հերոսի ընտանիքի բարեկամ, ավագ գետնասպա Արսեն Կարապետյանը։ Լավագույն տղերքը հեռանում են, գնում են, փրկելով մեր անունը, մեր պատիվը, մեր սուրբ հողը։ Գնում են նրանք, որ հավերժանան, գնում են նրանք հավերժի ճամփորդներ դարձած։ Դու անմահ ես, հերոս, ու մինչև այդ մեզ ծանոթ Ռոբերտ անունը դարձավ համայն աշխարհի հայության պաշտելի հերոսներից մեկը։ Եվ շատ ու շատ չանցած բազում հայորդիներ կնկվեցին հենց քո անունով, Ռոբերտ։ Այսպես ծնվում են անհատականությունները, ծնվում են որպես ջահ, ապրում որպես լուսատու ու չեն հեռանում, դառնալով ազգի պարծանքն ու անձնագիրը։ Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, կոչ ենք անում սերունդներին մշտապես վառ պահել նրանց հիշատակը, հավերժ փառք մեր հերոսներին, փառք ու պատիվ քեզ հերոս, եթե հայ ես, ուրեմն զինվոր ես, անկախ նրանից սուրը ձեռքիդ խաչ թե գրիչ։ Այսօր առանձնահատուկ հպարտությամբ հիշում ենք նրանց, ովքեր պաշտպանել ու պաշտպանում են խաչազորությունը, ազատությունն ու անկախությունը, ովքեր արժանապատվորեն են կատարում զինվորականի պարտքը, ովքեր հավատարիմ են զինվորական երդման ու խղճին։ Այսօր վերստին խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առջև, ովքեր առանց վարանելու իրենց կյանքը զոհաբերեցին հանուն անվտանգ և ապահով հայրենիքի։ Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում այն քաչ տղաներին, ովքեր իրենց վրա վերցրին այդ հարվածը։ Այսօր, այս սրբազան օրը մեր պարտքն ու գլուխն ենք խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն տվեցին։ Հավերժ փառք Հայաստանի Հանրապետության Մարտակերտի թիվ 116 հենակետի 2016 թվականին մղվող մարտերում զոհված մեր
բոլոր հերոսներին իդեմս Ռոբերտ Աբաջյանի, Քարամ Սելոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ նրանց հրամանատար Արմենակ Իշխանյանի։ Շնորհակալություն։ Ելույթ կունենան Արցանի եղինակն է։ սաները։ Արցանի եղինակն է։ Սերը հայրենիքի հանդեպ, ով նրա համար չի անում ամեն ինչ, չի անում ոչինչ։ Որին հատնածանքով և երախտագիտությամբ պետք է հիշենք մեր հայրենիքի երկարյան պաշտպանած հայորդիների և նրանց շարքում հպարտորեն պիտի հնչեցնենք մեր դպրոցին մարտիրոսված զինվոր տղաների փառապանծ անունները Ռոբերտ Աբաջյան, Արսեն Մուրադյան, Հայկ Անտոնյան, Վավգեն Գրիգորյան, Հարություն Սեմերջյան։ Սենց ուղիղ մկանի։ Նայել նարիք։ Եվ այն տունն է, որ շինել է պապիս պապը, անդուն ջանքով ու տանջանքով, դար է դրել քարի վրա, դար է դրել դարի վրա, և քրտինքը թուղ ճակատին, զուլել է նա պատը պատին։ Էլ ոչ մի հուր, էլ ոչ մի սուր, չի ջնջելու իմ անունը, ազգանունը, իմ լեզուն ու այբուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչ ամուսյունն է իմ տան, և միասին կոչվում է Հայ ու Հայաստան։ Եվ ես հիմա իմ տան պատին նոր քարեր պիտի դնեմ, նոր դարեր պիտի դնեմ, որ գնալով հզորանա, զլարցակի ու նորանա, որ միշտ պահի իմ անունը, ազգանունը, իմ այլ լեզուն, այբուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչը կյանքն ու խորհուրդն է տան, և միասին կոչվում է Հայ ու Հայաստան։ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, իմ սրտի միջից թե սիրտը շեղքես, դրոշիդ բոց է պիրի հուր հրա, չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, սակայն իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ 100 տեղով խոցես թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոսեց։ Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք, եւ մոմի նման ճամփեքիդ վրա քո փառքի համար թե մի օր վարվեմ, մոխրաբից անգամ ինձնից չի մնա։ Այն իր մականը կոչել է ազատ, որ ազատ լինի հողը հարազատ, բայց հարձակվել են վայրենի մարդիկ, եւ նա զավակին կոչել է մարդիկ։ Երկիրն է բխել, թշնամին հրեր, եւ հայը որդուն կոչել է վրեժ։ Որպեսի որդին կրվի տաքարյուն, հայը ծնվածին կոչել է կորյուն։ Նահատակներ են պետք եղել հերոս, եւ նոր անուն է գտել, Մարտիրոս։ Որպեսի երկիրն առնի հարություն, հայը կոչել է նաեւ հարություն։
ելույթ կունենամ հերոսի ընտանիքի բարեկամ Գուրգեն Ստեփանյանը։ Շնորհակալություն, շնորհավորում ենք բանակի օրի եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր Աբաջաններ ընտանիքի կողքին են այսօր։ Դու աշխարհ եկար, որ հերոսանաս, որ մի ողջ ազգի օրինակ դառնաս, պատվի օրինակ, թասիկ նամուսի, հանուն հայրենու հավատքի հույսի կյանքը տրեցիր Աբաջան Ռոբերտ, իրավի հերոս ընկերներիդ հետ, սրբազան քարյակ, 4-ովը դարձած, այսօր երկնային զորքին միացած, մանումենցի կյաշ, Աբաջան Ռոբերտ, կռվի բռնված շակալների հետ, ապացուցեցիր արար աշխարհին, որ պարտվել չկա իրական հային, գայլին վախ չկա, թվից բորենու, դու հերոս տղա հայոց հայրենու, բորենյուն իրի մի ամբողջ բանակ ու մի գայլ տղա դրանց դեմ մենակ, փախուստի մասին չմտածեցիր, վերջին փամփուշտն էլ երբ կրակեցիր, հանեցիր արդեն նռնակդ վերջին, ինչպես վայելը խելահեղ քաջին, նահատակվեցիր, մարտիրոսվեցար, լույսի պես պայծառ երկինք բարձրացար, բորենիներին դժոխք ճամփելով, դու արդեն ճախրող հավերժ ամպերով, թեակաշ դնեմ հոգուս ընդերքին, ինչ էլ որ ասեմ բորենի թուրքին, մենք տես չկանգնիկ քո պահած դիրքին, կներես մեզ կյաշ, Ռոբերտ Աբաջան, և երանիք ես քեզ ու տղերքին, որ վերջին, մինչև վերջին փամփուշտ եք պարփել, որ ոչ մի վայրկյան պարտված չեք ապրել, իսկ մենք ապրում ենք 5 տարուց ավել, նույնիսկ սկսել եք արդեն հարմարվել, այնպես որ ներիր, այսօր չխոսեմ, հութույթ ու կյաշ ջան, կարճ, կոնկրետ ասեմ, որ ճակատներիս այսպես ազգովի, չդաջվի ոչ մի խարան և պիտակ, հայության հերոս Աբաջան Ռոբերտ, գյաշ մանումենցի, մենք քեզ դիրք ենք պարտք, շնորհակալություն բոլորին։ Ավարտում ենք Ավագյան դենս համույթի Բերդ Բարի ելույթով։
Սնիկ տեղի, կշտիկ նոր ով ծակա։ Դու գիտեի։ Ոչ, բայց իմացա, մեջ ասենց ապրես, ուշ տվեց ինձ ավելի։ Այդ դրա համար հետ Ձեզ էլ նույնպես։ Ես էլ ձեզ շատ շնորհակալ եմ ուզում ես։ Ռաֆը պահում ես։ Աբա։ Ռոբերտ Աբովյան։ А куда сату Никольна? Абазյան, ոչ թե աբա։ Հա, հա։ Բարևի մաղթել, բարևի մաղթել։ Լավ, պես նորեկա, նոր զած, ով։ Այս կամ մարդը մեջ է բաղ հատի գանք նկարվեն կամ երկու ժամ դալ չի։ Ուրբան կներեք։ Մենք հասել ենք կգանք սրանով էլ եմ։ Բայց ես այդում եմ,